Ադրբեջանը եւ Իսրայելը էներգետիկ ռազմավարական խոշոր գործարքի են պատրաստվում։ Ադրբեջանական նավթագազային հսկան Սոկարը բրիտանական եւ իսրայելական ընկերությունների հետ համատեղ կզբաղվի միջերկրական ծովում բնական գազի որոնմամբ։ Առաջին անգամ պատմության մեջ ադրբեջանական նավթագազային ընկերության Սոկարը զբաղվելու Ադրբեջանի տարածքից դուրս գտնվող տարածքում, որպեսզի գտնի նավթ եւ գազ այնտեղ։ Խոսքը գնում է հենց Իսրայելի ծովափնյա տարածքների մասին, որտեղ Սոկարը պատրաստվում է սկսել իր աշխատանքները։ Համաձայնությունը կարծես թե եղել է 2023 թվականից, մի շարք լրատվականներ դրա մասին սկսել են գրել, սակայն Իսրայելի պատերազմի պատճառով Պաղեստինի հետ այն հետաձգվել է եւ հիմա նոր կարծես թե անցնում են իրականացման փուլին։ Դեռևս անցած տարի հայտնի դարձավ, որ Իսրայելի միջերկրական ծովի ավազանի ամենամեծ գազային հանքավայրերից մեկի Թամար նախագծի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է ադրբեջանական պետական ընկերությանը։ Մարտի 17-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը ներկայացուցչական պատվիրակությամբ կմեկնի Իսրայել, ամենայն հավանականությամբ հենց այդ գործարքը կյանքի կոչելու համար։ Սա իրականում շատ բարդ գործարք է եւ մի հանդիպմամբ դժվար թե այս ամենը հնարավոր լինի ավարտել, որովհետեւ նախնական փուլում այն միայն Իսրայելի հետ է կապված, սակայն կրկին մի շարք լրատվականներ գրում են, որ Ադրբեջանը շատ ավելի լուրջ պլաններ ունի այս ամենի հետ կապված, որը ներառում է ոչ միայն Իսրայելը, այլ արդեն նաեւ Հորդանանի տարածքով անցնել որոշ գազատարներ, այնուհետև խոսքը գնում նույնիսկ Սիրիայի մասին, այսինքն տարածաշրջանում Ադրբեջանը փորձում է իր ազդեցությունը մեծացնել, որպեսզի հետագայում նույնիսկ քաղաքական կշիռ այստեղ արդեն ձեռք բերի։ Սոկարը Իսրայելի եւ Թուրքիայի համար կարևոր էներգամատակարար է։ Թուրքիայում այս ընկերությունը հանդիսանում է խոշորագույն օտարերկրյա ներդրողը, որը վերջին 17 տարում ներդրել է մոտ 19 միլիարդ դոլար։ Չնայած գազայի հարցում թուրք-իսրայելական անհամաձայնություններին Անկարայի կողմից Իսրայելի նկատմամբ տնտեսական էմբարգոին, ադրբեջանական գազը անխոչնդոտ Թուրքիայի տարածքով հասնում է Իսրայել։ Եվ սա իհարկե շատ ավելի մեծացնում է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա եւ այն պատկերացումը, որ Ադրբեջանն է ամբողջովին կախված Թուրքիայից, հիմա արդեն այդքան էլ այդպես չէ։ Ադրբեջանը վերջին շրջանում բավական սերտ կապեր է հաստատել նաև Պարսից ծոցի արաբական երկրների հետ, իսկ Իսրայելի հետ Բաքվի ռազմաքաղաքական մերձեցումը տարիների պատմություն ունի։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն 2016-20 թվականներին Ադրբեջան ներկրվող սպառազինության շուրջ 70%-ը եղել է Իսրայելից։ Իսրայել-ադրբեջանական մերձեցումը կարող է ընդգրկել նաև Միացյալ Նահանգներին։ Տնտեսական գործակցության խորացումը, ռազմավարական հարաբերությունների զարգացումը կարող են նպաստել, որ Ադրբեջանը միանա այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրին։ Այս ֆորմատը դեռ 2020-ին առաջ էր քաշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին ժամկետում։ Ֆորմատը ենթադրում էր, որ արաբական մի քանի երկիր համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման ու խորացման մասին։ Ըստ արևմտյան մամուլի Թրամփը մտադիր է իր նախագահության երկրորդ փուլում այս կուրսը շարունակել։ Պետք է հասկանալ ինչու է ներկայում ակտիվացել այս թեման։ Իսկ պատճառը հիմնական Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո ադրբեջանական կողմը ջանք ու եռան չի խնայում նմանատիպ փաստաթղթի եւ գուցե բովանդակության առումով շատ ավելի կարեւոր փաստաթղթի, ազդեցիկ փաստաթղթի հասնելու համար։ Եվ այդ նպատակով նրանք կիրառում են մի քանի միաժամանակ ուրեմն ուղղությամբ են նրանց ջանքերը կենտրոնացած։ Միացյալ Նահանգներում հնարավոր լոբիստական խմբերի միջոցով իսրայելական ուղղությամբ շատ ավելի ակտիվ ջանքեր են իրականացում։ Իսրայելի Քնեսեթում վերջերս քննարկումներ էին Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդման մասին, հենց այդ ժամանակ էլ հայտարարվեց Իսրայելը շարունակական բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ Իսրայելի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների եռակողմ գործակցության ամուր հիմք ստեղծելու նպատակով։ Ադրբեջանի համար հարաբերությունների այս ձևաչափը չափազանց կարևոր է իր համար ռազմավարական հավասարակշռություններ ստեղծելու համար։ Եթե մենք այսպես գնահատենք անցյալ տարիներին Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրականացած տարբեր քայլեր, մենք տեսել ենք առաջինը, բացի Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից, նման փաստաթուղթ նաև Ռուսաստանի Դաշնության հետ 2022 թվականի փետրվարի փաստաթղթի մասն է խոսքը։ Ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ Չինաստանի հետ։ Հիմա եթե Ադրբեջանը կարողանում է նման փաստաթղթի հասնել նաև Միացյալ Նահանգների թիմի գերտերությանը, դա դրանով թե նրա
տարածաշրջանային կշռ եւ թե անվտանգության մակարդակը եւ այդ զսպման մեխանիզմները չափազանց աճում են։ Հավանական գործարքը մեր տարածաշրջանում լի է ռիսկերով, շարունակում են փորձագետները։ ԱՄՆ, Իսրայել, Ադրբեջան հնարավոր եռակողմ գործակցության առանցքներից մեկը կարող է դառնալ Իրանի դեմ պայքարը։ Ոչ Իսրայելը, ոչ ԱՄՆ-ն չունեն սահմաններ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը ունի, եւ հավանական էսկալացիայի դեպքում Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր կարող է դառնալ այդ երկրների համար։ Այս ամենը իհարկե շատ ավելի վտանգավոր է նաև մեր տարածաշրջանի համար, որովհետև Հայաստանը չի կարող չներքաշվել այս ամենի մեջ, եթե տարածաշրջանում սկսի ինչ-որ նոր էսկալացիա։ Մասնագետները չեն բացառում, որ ադրբեջանական կողմը տվյալ իրավիճակում կարող է առաջ տանել այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի հարցը, արդեն հակաիրանական փաթեթավորմամբ։ Ադրբեջանական տեսլականով դրա իրականացման հիմնական խոչընդոտները Միացյալ Նահանգների եւ Իրանի դիրքորոշումներն են նախկինում եղել։ Հիմա եթե ադրբեջանական կողմը կարողանում է հասնել նման համագործակցության եւ իհարկե օգտագործելով նաեւ Իսրայելի կշիռը, Իսրայելի ազդեցությունը Միացյալ Նահանգների գործող կառավարության վրա, իսկ մենք գիտենք, որ այդ ազդեցությունը զգալի է, հա, ապա փաստացի էականորեն կմեծանա ուրեմն Ադրբեջանի կողմից այն հնարավորությունները, որոնք պայմանավորված են միջանցքային տրամաբանությամբ ապաշրջապատման ծրագրի իրականացման հետ։ Հայաստանի անելիքները այս դեպքում քիչ չեն։ Դավիթ Սարգսյանի համոզմամբ մեր երկիրը ուժերի ներածին չափով պետք է ներգրավի մեծ աշխարհակարգի ձևավորման գործընթացում, որպես օրինակ են բերում հանրապետությունով անցնող կարևոր նշանակության կոմունիկացիաների բացումը։ Առաջնահերթ պետք է համաձայնության գար իհարկե հարևան երկու երկրների հետ, խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է, որովհետեւ առանց դրանց համաձայնության Հայաստանի իր կոմունիկացիոն պոտենցիալը չի կարող օգտագործել։ Ադրբեջանի արտաքին քաղաքական հաշվարկները մի փոքր փոխվել են, նկատում է ադրբեջանագետը։ Եթե մինչ այս պահը Բաքվի առաջնահերթությունների մեջ էր Հայաստանի դեմ հարձակումը, ապա հաշվարկները հիմա ավելի գլոբալ են։ Ավելի մեծ ծավալի քաղաքականություն է գնում, քանի որ կոնկրետ Հայաստանի վրա հարձակվելով դու կարող ես ինչ-որ մի կտոր փոկել Հայաստանից, բայց լուրջ հաշվարկների դեպքում դու կարող ես առանց այդ կտորը փոկելու ստանալ այն ամենը եւ մի բան էլ ավել մի շարք արդեն լուրջ ավելի հզոր եւ աշխարհի գերտերություններից։ Հաշվարկները պետք է մղեն Հայաստանին էլ ավելի ինտենսիվ աշխատել խոշոր դերակատարների, հատկապես Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի տարբերություն Ադրբեջանի այդ երկրի հետ ունի ռազմավարական փաստաթուղթ։ Մասնագետների խոսքով այդ փաստաթուղթը կյանքի կոչելու թերևս ամենակարևոր պահն է։ Վոլոդիա Մուշեղյան, Դավիթ Մաչկալյան եւ Դավիթ Դանելյան, Իրաքնորյա լուրեր։